Կառավարության գրասենյակում Վրաստանի վարչապետը անցկացրեց աշխատաշուկայի հետազոտության շնորհանդես։ Նախարարների կաբինետից բացի հանդիպմանը ներկա էին նաև համալսարանի ներկայացուցիչներ։ Մենք անցկացնում ենք ուսումնասիրություն, որի հիմնական նպատակն է որոշել համալսարաններում քվոտների բաշխում ըստ մասնագիտությունների, հայտարարել է Իրակլի Կոբախիձեն, ինչպես նշել է վերջինս, աշխատաշուկայում ամենամեծ պահանջարկը միջնակարգ դպրոցի ուսուցիչների և վաճառքի ու մարքեթինգի մենեջերների նկատմամբ է։ Վարչապետը նաև քննարկեց տարբեր ոլորտների մասնագիտություններ։ Իմեդի հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից սահմանված պատժամիջոցների վերաբերյալ։ Ինչպես հայտնի դարձավ, Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշել է պատժամիջոցներ կիրառել Իմեդի հեռուստաընկերության նկատմամբ։ Ավելի քան 22 տարի Իմեդի հեռուստաընկերությունը ծառայել է Վրաստանին և խոսքի ազատությանը մեր երկրում։ Իմեդի հեռուստաընկերությունը չի նահանջել նույնիսկ այն ժամանակ, երբ Վրաստանում իշխում էր հանցավոր ռեժիմը և բացահայտում նրա բոլոր արատները, ինչը ավարտվեց հեռուստաընկերության ներխուժմամբ և գրավմամբ։ Մենք կցանկանայինք բոլորին հիշեցնել, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը նույնիսկ ընդհանուր մտահոգություն չի հայտնել Իմեդի հեռուստաընկերության գրավման վերաբերյալ։ Ավելին, Մեծ Բրիտանիայի կառավարությունը շարունակել է աջակցել հանցավոր ռեժիմին, որը ոտնահարում էր ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և խոսքի ազատությունը Վրաստանում նույնիսկ 2007 թվականից հետո։ Այս ֆոնին վրա Մեծ Բրիտանիայի պատժամիջոցները ոչ մի արժեք չունեն։ Իմեդի հեռուստաընկերության համար միակ արժեքավոր գնահատականը վրաց ժողովրդի վստահությունն է։ Այս վստահության շնորհիվ տարիներ շարունակ մենք ամուր պահպանել ենք Վրաստանի ամենաբարձր վարկանիշ ունեցող հեռուստաընկերության կարգավիճակը։ Հետևաբար, մենք ապագայում կշարունակենք բարձր պատասխանատվությամբ գործել վրացական հասարակության առջև և Իմեդի հեռուստաընկերությունը կշարունակի ավելի եռանդուն կերպով ծառայել Վրաստանին և խոսքի ազատությանը Վրաստանում, ասվում է հայտարարության մեջ։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին սոցցանցում արձագանքում է ռուս-ուկրաինական պատերազմի 4-րդ տարելիցին։ Նա գրում է. այսօր լրանում է ռուս-ուկրաինական պատերազմի 4-րդ տարելիցը, այս պատերազմը իր տևողությամբ ավելի երկար է տևել, քան հայրենական մեծ պատերազմը, և որ հիմա ռազմաճակատի գիծը գտնվում է ճիշտ այնտեղ, որտեղ գտնվում էր 80 տարի առաջ, անցյալ դարի 40-ական թվականներին։ Նրա խոսքով այսօր, երբ մեր տարածաշրջանը կրկին բախվում է սպառնալիքների հետ, Վրաստանի համար ուժը, միասնությունը և ինքնիշխանությունը ամենակարևոր հրամայականներն են ոչ միայն պաշտպանության առումով, այլ նաև պատմական։ Ուկրաինայում պատերազմը սկսվելու 4-րդ տարելիցի առթիվ Մեծ Բրիտանիայի դեսպանը պահանջում է, որ Վրաստանը պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի նկատմամբ։ Վրաստանի խորհրդարանի խոսնակը այս հայտարարությունը արել է սոցիալական ցանցում։ Շալվա Պապուաշվիլին գրում է, որ պետք է հստակ նշվի, որ պատժամիջոցների կիրառումը շարունակում է Ռուսաստանի հետ լարվածության սրացում։ Սրացումը, լարումը նշանակում է պատերազմ, որում մենք մենակ կլինենք։ Երբեմն քարեր նետելու փոխարեն հայոյանքը բավարար է պատերազմ հրավիրելու համար։ Մենք այս ֆոնը բազմիցս դիտել ենք, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ պատժամիջոցներ կիրառելը։ 4 տարի առաջ պատերազմի առաջին իսկ օրին խստորեն և հստակ նշվեց, որ Վրաստանի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը չի համապատասխանում Վրաստանի ազգային շահերին և Վրաստանը ոչ մեկից ներողություն խնդրելու կարիք չունի դրա համար։ Մեծ Բրիտանիայի շահը բրիտանացիների շահն է, այլ ոչ թե վրաց ժողովրդի, գրում է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպել է Թուրքմենստանի Մեջլիսի խոսնակ Դյունագուզալ Գուլմանովայի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է երկու երկրների միջև առկա քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթական հարաբերությունները և երկկողմ համագործակցության խորացման ապագա հեռանկարները։ Հանդիպման ընդգծվել է, որ նոր աշխարհաքաղաքական իրականությունը զգալիորեն մեծացրել է միջին միջանցքի արդիականությունը և Վրաստանը անում է հնարավորինս ամեն ինչ միջանցքի զարգացմանը նպաստելու համար։
Հաղորդակցության հանձնաժողովի նախագահ Գոգա Գուլորդավան եւ Քոմքոմի անդամ Իվանե Մախարաձեն աշխատանքային հանդիպում են անցկացրել մոտ 40 հեռուստաընկերությունների ներկայացության հետ։ Հանդիպման ընթացքում փոխանակել են դիրքորոշումներ լրատվամիջոցների ոլորտի կարևոր հարցերի, մարտահրավերների եւ արդիական թեմաների շուրջ։ Քոմքոմի նախագահը դիմել է հեռարձակողի ներկայացուցիչներին եւ ներկայացրել հանձնաժողովի տեսլականը քննարկվող հարցերի վերաբերյալ։ Նրա խոսքով հանձնաժողովը շահագրգռված է հեռարձակողների հետ սերտ համագործակցությամբ։ Կորպորատիվ բնակարանաշինությունից տուժած ավելի քան 60 ընտանիքի տրամադրվել է բնակարան։ Նրանք բնակարաններ են ստացել Արվարձանային Դիդի Դիղոմի Արչիլ Մեփե փողոցի 23 հասցեում։ Այս հասցեի նոր բնակիչներին բանալիները հանձնել է քաղաքապետը։ Նոր շենքի շինարարությունը սկսվել էր 2022 թվականին եւ ավարտվել է անցյալ տարվա վերջին։ Կորպորատիվ բնակարանաշինությունից տուժածներին բնակարան նորով ապահովելու գործընթացը մեկնարկվել է դեռևս 2018 թվականին։ Հաղթանակ Ուկրաինային, հաղթանակ Վրաստանին։ Այս խորագրով խաղաղության ցույց է անցկացվել Խաղաղության կամրջի վրա։ Ցույցի մասնակիցները բարձրացրել են Ուկրաինայի եւ Վրաստանի դրոշները։ Ներկայացման կազմակերպիչը քաղաքացիական հասարակության Միխայիլ Սահակաշվիլիի ազատության համար շարժումներ։ Նրանց խոսքով միջոցառման նպատակն է աջակցել ուկրաինացի ժողովրդին։ Աբխազիայի ինքնավար հանրապետության կառավարության պատվիրակությունը ավարտել է իր այցը Իտալիա։ Եզրափակիչ միջոցառումը տեղի է ունեցել Պալերմո քաղաքում, որտեղ Աբխազիայի պետական ակադեմիական երկպարի անսամբլը հանդիսատեսին ներկայացրել է նոր ծրագիր։ Երեկոյին մասնակցել են տեղական ինքնակառավարման իշխանությունների ներկայացուցիչներ եւ Պալերմոյում բնակվող վրացական սփյուռքի ներկայացուցիչներ։ Միջոցառման ավարտին Աբխազիայի ինքնավար հանրապետության կառավարության նախագահ Գյորգի Ջինջարաձեն հատուկ շնորհակալագրեր է հանձնել իտալական ընտանիքներին, որոնք տարիներ առաջ հյուրընկալել էին վրացի եւ աբխազ փախստական երեխաներին։